Նորածինների վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքն է, այս պահի դրությամբ այստեղ 55 երեխա է և այստեղ են նաև Թունյանների ընտանիքի քառյակը, մոտենանք երեխաներին։ Ահա նրանք, երկու աղջիկ, երկու տղա, առավոտյան ժամը 12:00-ին են լույս աշխարհ եկել և առայժմ նրանք բժիշկների աչալուրջ հսկողության ներքո են, տա Աստված, որ որոշ ժամանակ անց հնարավորություն ունենան հանդիպելու իրենց մայրիկին և ընտանիքի մյուս անդամներին։ Մի քանի ժամ առաջ քառյակ լույս աշխարհ բերած մայրիկը Մարիամ Թունյանը այժմ դեռ երեխաներին չի տեսել, առայժմ բնականաբար անհամբերությամբ սպասում է և մենք հնարավորություն ունենք քառյակների մայրիկի հետ զրուցելու։ Բարև ձեզ Մարիամ, շնորհավորում ենք ձեզ։ Ինչ զգացողություններ ունեք, դուք գիտեիք, որ քառյակ է ծնվելու, բայց հիմա հուզված եմ շատ ուրախ եմ, շատ շնորհակալ եմ Հանրապետական հիվանդանոցի ողջ անձնակազմին, գլխավոր բժշկից սկսած, ինձ ազատող բժշկից, ամբողջ սանիտարական անձնակազմից բոլորից շատ շնորհակալ եմ, ուզում եմ, որ իմ երեխաների գլխավորությամբ աշխարհի բոլոր երեխաները մեծանան, խաղաղ ու անհոգ մանկություն ունենան ու բոլոր մայրերը լսեն մայր բառը ու արժանանան ջերմ մայրական մաղթանքի։ Առաջին մտորումները, որ դուք հիմա ունեք, գուցե երեխաների անուններն են, գուցե։ Դե ճիշտ ասած, էլ անուններ չենք որոշել, որտեղ իմ էս պահի ծննդաբերություն լրիվ հանկարծակի էր, մենք չէինք սպասում, որ այսքան շուտ կծնվեն, բայց ինձ թվում է ամեն ինչ նորմալ է, Աստծո կամքով ամեն ինչ շատ լավ է, շատ գոհ եմ, շատ շնորհակալ եմ։ Ես չգիտես ինչու զգացողություն ունեմ, որ ձեզ թվում է, որ սա հրաշքի է նման, այո, դա այդպես է։ Իրոք անպայման, սա Աստծո գործն է, որտեղ լրիվ բնական ճանապարհով ամեն ինչ շատ լավ։ Բժիշկ Արմեն Բլբուլյանը այն մարդն է, ով օգնել է, որ լույս աշխարհ գան քառյակները, Արմեն Կիմիչը այժմ վիրահատության է, բայց մենք համարձակություն ունենք մի փոքր նրան շեղելու և մի քանի հարցեր տալու։ Մոտեցի Հայկ ջան, մոտեցի Հայկ։ Արմեն Կիմիչ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք այսօր օգնել եք, որ քառյակ լույս աշխարհ գա, դա դժվար է։ Նայած ում համար, իր մայրիկի համար երևի ամենամեծ երջանկությունն էր դա։ Դե մեզ համար էր իհարկե, դա արտարոց դեպք է։ Մեր կլինիկան ես հիշում եմ, երևի սա երրորդ դեպքն է քառյակների, այնպես որ իհարկե դա մեծ երջանկություն է, երկու տղա, երկու աղջիկ։ Սեպտեմբերի 1-ի երեկոյան այս նույն հիվանդանոցում կրկին բնական հրաշք է տեղի ունեցել, եռյակ է ծնվել բնական ճանապարհով, Շիրակի մարզի Շիրակավան գյուղից Շուշանիկ Ասատրյանը լույս աշխարհ է բերել իր 3 զավակներին, մայրիկը իր երեխաներին առայժմ չի տեսել, անհամբեր սպասում է, փորձենք մոտենալ Շուշանիկին և նրանից լսենք, թե ինչպես ստացվեց այս ամենը։ Բարև ձեզ Շուշանիկ, շնորհավորում ենք ձեզ, ինչպես եք, ինչ տրամադրություններով։ Սա ուղղակի անսպասելի հույզեր է մեր ողջ Գերդաստանի համար, քանի որ հեղիությունն է տեղի ունեցել բնական ճանապարհով, ունեմ տանը 2 աղջիկ, 1 տղա և ծնված երեխաներն էլ եռյակ տղաներ են։ Բժիշկ Աբրահամյան, 3 եռյակ, այսօր քառյակ, ինչպես է դա պատահում բնության մեջ, բժշկական ձեր բնորոշումը, բացատրությունը որն է։ Բնությունը ամենամեծ կարգավորիչն է, դրա համար բնություններ գիտի, որ մեր հանրապետության շատ նորածիններ են պետք, որովհետև նորածիններ մեր ազգի հարստությունն է, մեր երկրի պաշտպաններն են, ապակա, դրա համար այդպես մեզ գոնե այդ տեսակետից բնությունը մեզ շատ լավ է նայում, և այո, չնայած երյակը նրանք 23-24 շաբաթական էին, իմիջիալոց 3-ն էլ տղա երեխա են, 500 գրամ, 800 և այլն, բայց ուրեմն բոլորն էլ դեռ մինչև այսօր խնամում ենք և դուք տեսաք, թե ինչպիսի վիճակում են։